Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, Աստվածային քո սուրբ գրքում։ Տիեզերական մեծ տեսարան ի փրկություն մարդկության։ Նա դարձավ մեզանից մեկը։ Եղավ, որ ժամը 3-ին երկրի վրա մեծ խավար իջավ։ Աստծո որդին մարդ դարձած, թշնամու գործին մարտահրավեր նետած, խաչվեց որպես մի ավազակ, աշխարհի մեղքը իր վրա վերցրած, զարդարվեց փշե պսակով, մահացավ նա խաչի վրա։ Տիեզերքի լուսամուտներն էին բացված, ամեն աչք նրան էր հառած, սրտները քար դարձած, լեզուները պապանձված, դիտում էին տեսարանը իրենց առջև բացված, հրեշտակների աղոթքներն էին առ Աստված ուղղված։ Հայրը գիտեր որդու ուսերին ծանր բեռ էր դրված, Սուրբ Հոգին էլ մասնակից էր լուռ, լցված սիրով ու մխիթարությամբ։ Նրանց հրաշքով ու իմաստությամբ բացվելու էր երկնքում կյանքի նոր դուռ։ Սատանան էր ուրախ իր դևերով, երջանիկ ծափ էր զարկում իր թևերով, մտածում էր, թե հաղթեց և ծնկի բերեց, Աստծո որդուն կյանքից զրկեց։ Որդին հանձնեց հոգին հորը, մարդկանց փոխարեն իջավ մահվան ձորը, թշնամին հպարտացավ, գովեց իր գործը, դժոխքում գործի դրեց իր ամբողջ փորձը։ Երևաց Հիսուսը երկնակամարում, խաչին մեխված, աշխարհի մեղքն ու բեռը իր ուսին վերցրած, իջավ դժոխքը նա դատապարտված, ինչպես մի մեղքի գառնուկ նա մորթված։ Տեսարանը այս մեծ ու ցավալի դիտում էին աներևույթ ու երևելի արարածները երկնքի ու երկրի, միտք անելով, թե այս գործում ով կհաղթի, տեր կդառնա երկրի ու տիեզերքի։ Ի զարմանս չար դևերի և զորագլխին նրանց սև գործերի, Հիսուսը հարություն առավ մեջն իր մարմնի, հավատացյալների համար լինելով աղբյուր կյանքի։ Թշնամին էր պարտված, իր չար խոսքով թակարդն ընկած, Հիսուսը կանգնելով հոր գահի առջև ասաց, թե մեկն է այն մեղավոր մարդկանց, ով որ գալիս է դարձի մեղքերը խոստովանած և Աստծուն իրեն Տեր ընտրած, վճարված է գինը նրա մեղքերի, չկա այլևս մուրհակը պարտքերի։ Հիսուսն ասում է. Ես խաչվեցի, որ նրանք ազատվեն, ես խաչվեցի, որ նրանք ապրեն, ես խաչվեցի, որ նրանք բժշկվեն, ես խաչվեցի, որ նրանք փրկվեն։ Եվ այսպես շարունակ, մինչև օրս թվարկում է անունները բոլոր նրանց, ովքեր թեկուզ վերջի շնչում իրենց մարմինը հանձնում են կյանքի խաչին, հասկանում են, որ Հիսուսը այդ խաչված պահին դարձել էր հենց այն մեկ զոհը դարձած մեղքին, ու նորից ունկնդիր ենք լինում նրա ձայնին։ Ես խաչվեցի, որ բոլոր ինձ հավատացողները թողնեն իրանց մեղքերը և դառնան դեպի իրենց կյանքը փրկող Տերը։
Հալելույա։ Քայլում եմ ես առաջ։ Քայլում եմ ես առաջ, իմ տիրոջ խաչով զորացած։ Քայլում եմ ես առաջ, իմ տիրոջ խաչով բժշկված։ Քայլում եմ ես առաջ, իմ տիրոջ խաչով մխիթարված։ Քայլում եմ ես առաջ, իմ տիրոջ խաչով փրկված։ Քայլում եմ ես առաջ, իմ տիրոջ խաչով հաղթանակած։ Քայլում եմ ես առաջ, չկա ինձ նահանջ կամ։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով բժշկված։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով զորացած։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով բժշկված։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով մխիթարված։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով փրկված։ Քայլում ենք առաջ, մեր տիրոջ խաչով հաղթանակած։ Քայլում ենք առաջ, առաջ, չկա մեզ նահանջ։ Ամեն։ Խաչը ուժ է։ Խաչը ուժ է, խաչը զորություն, խաչը սեր է, խաչը հարգանք, խաչը պատիվ է, խաչը գթություն, խաչը երգ է, խաչը խոսք, խաչը փրկություն է, խաչը կյանք, խաչը կանչ է, խաչը հրավերք, խաչը տեսողություն է, խաչը լսողություն, խաչը ուրախություն է, խաչը սրբություն, խաչ հենարան թույլերի, տեսողություն կույրերի, լսողություն խուլերի, ազատություն կապվածների, խաչը տեսարան է, մարդը տեսավ խաչին գանվածին, խաչը հոսք է, մարդկային կյանքը շարունակեց հոսել խաչով, խաչը պատմություն է, այն ինչ եղավ Գողգոթայում, խաչը կանչ է, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներդ, խաչը կոչ է ի փրկություն մարդկությանը, խաչի վրա կատարվածին հավատացողը կփրկվի։ Ամեն։ Երբ է լինելու։ Երբ է լինելու ավաղ, որ պատերազմն այս հին, մարդը հասկանա, որ տանուլ են տվել երկուսը միասին, թե մարդ և թե սատանա։ Միայն Աստված հաղթեց, երբ որ խաչին գանվեց ու հաղթող դուրս եկավ, որը ոչ թե պատերազմում մահ, ատելություն ու թշնամություն ցանեց, այլ սեր։ Այդ սերն է, որ հաղթեց և ուժ տվեց, նույնիսկ այն պահին, երբ բոլորը կարծում էին, թե Հիսուսի մահով ամեն բան վերջացած է։ Եվ մեկ էլ հանկարծ մահը պարտվեց հարությանը, թշնամությունը բարությանը, ատելությունը սիրուն։ Ամեն։ Խաչ։ Խաչ, զորավոր մի նշան, որ նաև դու կրեցիր Գողգոթայի ճամփին։ Խաչ, զորավոր մի նշան, որ վերցնենք և հետևենք քեզ։ Խաչ, զորավոր մի նշան, որի վրա Հիսուս դու գանվեցիր։ Խաչ, զորավոր մի նշան, որի վրա արյունդ թափեցիր։ Խաչ, որի առջև շատերը կանգնեցին։ Խաչ, որի առջև շատերը լացեցին։ Խաչ, որի առջև շատերը ծնկեցին։ Խաչ, որի առջև մեղքեր խոստովանեցին։ Խաչ, որի վրա թափված քո արյունով մարդիկ ազատվեցին, ինչպես խաչված այն ավազակը, որ խնդրեց հիշել իրեն քո թագավորության գալստին։
Եվ դու նրան ասացիր. ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Խաչ, որից իջար հաղթանակած, երևացիր մարդկանց, դու հարություն առած։ Ամեն։ Վերստին ծնված մարդը։ Վերստին ծնված մարդը անեծքից ազատվում է, որովհետև Հիսուսը այդ անեծքը վերցրեց խաչի վրա և իր Սուրբ Հոգու օրհնությունը տվեց։ Վերստին ծնված ենք, անեծքից գնված ենք։ Հիսուսի հետ միասին մի մարմին դարձած ենք։ Վերստին ծնված ենք, մեղքից գնված ենք։ Հիսուսի հետ խաչին գանված տանջանքներից ազատված ենք։ Վերստին ծնված ենք, Սուրբ արյունով կնքված ենք, Հիսուսի հետ միասին դժվարությունները հաղթանակած ենք։ Ամեն։ Հիսուս Քրիստոս, գոհություն և շնորհակալություն։ Հիսուս Քրիստոս, գոհություն և շնորհակալություն, որ դու եկար այս աշխարհ իմ մեղքերի, իմ ցավերի, տկարությունների, փորձությունների, հոգսերի, վախի, իմ վրա եղած անեծքների համար, և այդ ամենը վերցրիր խաչի վրա ու քո սուրբ արյունով ինձ ազատեցիր։ Հիսուս Քրիստոս, գոհություն և շնորհակալություն, որ քո սուրբ արյունով ինձ հետ նոր ուխտ կնքեցիր։ Ամեն։ Խաչի զորությունը։ Երկու հոգի ցասումով լցված մարդկության դեմ նայում են ներքև, իսկ երկու հոգի աղերսագին նայում են վերև։ Երկու հոգի չեն հասկանում, թե փրկությունն ինչու չեն ընդունում, իսկ երկու հոգի փրկություն են աղերսում։ Հայր և որդի արեցին ամեն ինչ, իսկ մարդիկ չեն ուզում հասկանալ ոչինչ։ Որդին զոհաբերեց իր կյանքն ի փրկություն մարդկանց, և շատ մարդկանցից մնում է մերժված։ Աստծո զորությունը մեզ խաչով հայտնվեց, ամեն ինչ կատարված է, Հիսուսն ինքն ասաց։ Սա Տիրոջ պատգամն է, որ հայտնված է մարդկանց, որպեսզի մարդը տեսնի իր թշնամուն Հիսուսի ոտքերի տակ պատվանդան դրած։ Ամեն։ Աստծո որդին։ Շալակած բեռն աշխարհի, շալակած խաչն իմ ծանր, գնում է այս աշխարհում հոսանքն ի վար։ Մարդկային ցավն էր խեղդել, աշխարհի հոգսերն էր ինձ նեղել, կռիվներից ես տանջված, կյանքից, ամենքից ու ամեն ինչից զզված, մահվան ցավով ես բռնված ու Աստծուց շատ հեռացած։ Չկար մեկը, որ ինձ օգներ, չկար մեկը, որ խրատեր և այդ բեռը ինձնից վերցներ, այդ ցավերից ինձ ազատեր։ Տանջանքների իմ այդ ճամփին ինձ մոտեցավ Աստծո որդին, ինձ մոտեցավ, խոսեց սիրով, խոսեց նաև նա բարությամբ։ Հիսուսն ասաց. «Տուր ինձ, ես կկրեմ հոգսդ, ցավդ, տուր ինձ նաև քո փոխարեն, ես կտանեմ ծանր խաչդ, որ այս աշխարհում դու չտեսնես ցավ, դառնություն, նաև մեղք ու հիվանդություն»։ Աստծո որդին սիրով բարի վերցրեց բեռն իմ շալակի, տարավ խաչն իմ տանջանքի։ Ամեն։ Հիսուսը մեր մեղքը վերցրեց։ Հիսուսը մեր մեղքը վերցրեց, վերցրեց մեր մեղքը խաչի վրա և իր սուրբ արյունով ազատեց։ Ես էլ եկա դեպի քեզ, իմ Տեր, իմ ամբողջ մեղքը վերցրած, խնդրեցի քեզ ինձ օգնել
և իմ մեղքերից ազատել։ Օ, ինչ մեծ ուրախություն ինձ համար։ Հիսուս իր ձեռքը մեկնեց և իմ մեղքը ինձնից վերցրեց։ Օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք Նրան, ով Տիրոջ ծառաներ։ Թմբուկներ զարկեք, փողեր հնչեցրեք, մեր Տիրոջ համար նոր երգ երգեցեք։ Թող երկրի մարդիկ հավաքվեն, Նրա սուրբ անունը փառաբանեն, Նրա բոլոր հրաշքները պատմեն, Նրա զորավոր գործերը միշտ հիշեն։ Ամեն։